Բոլորս էլ ամեն տարի տեսնում ենք շպիոնական սկանդալներ եւ տեսնում ենք ինչով է դա ավարտվում։ Բոլոր երկրներն էլ ունեն նմանատիպ կարգավորումներ, բայց երբ որ չես անցնում սկանդալների միջով, այդ կարգավորումները հնարավորություն է տալի լավ էֆեկտիվ աշխատանք կազմակերպելու համար, դա է սա։ Հիմնական զեկուցողին հարցերը ավարտվեցին, հարակից զեկուցումով ես հանդես գամ եւ կարծում եմ, որ հիմնական զեկուցողը եւ հարցերը նաև մեր մյուս գործընկերների կողմից հնչեցված հարցերը խոսում են այն մասին, որ փոփոխությունները, որը ճանապարհ է անցել ձևավորման փուլից հետո, այսինքն մեկ տարի ու կես կառույցը ձևավորելով հասել է մի աստիճանի, որտեղ 3 տարվա ընթացքում արդեն եկել է այն ժամանակը, որ արդեն մոտեցել ենք այս առաջարկներին, որտեղ իր մեջ ներառում են թե ծառայության կարգին, թե սոցիալական փաթեթ ունենալու, թե գաղտնալսման իրավունքից օգտվելուն, զենքի մի բան կոչումների դասային աստիճանները շատ դեպքերում ուժային կառույցները համապատասխանեցնում են զինված ուժերի աստիճանակարգին, բայց կան կառույցներ, որոնք հավասարեցնելով զինված ուժերին, դուք հիմա հավասարեցնում եք, բայց ես գիտեմ, որ զինված ուժերում բանակի գեներալի աստղ չկա, բայց գլխավոր դատախազությունը իր դասային աստիճանի գլխավոր դատախազը, ես հիշում աղվան Գառնիկիչ այդպես մեծ աստղ է խփում, որը համապատասխանում է բանակի գեներալի զինված ուժերում ամենաբարձր զինվորական կոչումը գեներալ գնդապետն է։ Լավ ինչ որ է, եթե մենք այդ կարգով ենք գնում, պետք է այդ համապատասխանեցումը իրականում լինի համահունչ եւ դա շատ կարեւոր է, որպեսզի բառերի հետևում ուսադիրների ձևավորման մրցավազք չլինի, էլի, որտեղ ըստ էության Հայաստանը ձևավորում է այնպիսի մի կառույց, որը հնարավորություն է տալու մեզ տեղեկացված լինելու եւ ըստ դրա որոշումներ կայացնելու համար։ Ուստի առաջարկում եմ կողմ քվեարկել անպայման կողմ քվեարկել այս նախաձեռնությանը կառավարության կողմից ներկայացված հարցեր հարակից զեկուցողին։ Դա ես եմ։ Հարցեր չկան, եզրափակիչ ելույթի համար ես լիագումարում որոշ բաներ կավելացնեմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։